Ար միկրոֆոնը չես Առաջ նկարեք, որ Արդ հետևից եք նկարում։ Դրա համար ուսպես կանգնել։ Ոնց, սիրուն ոնց է։ Մի հատ էս օպերատորները թող ասեն, խոսելիս կամերան են։ Պարոն Կարապետյան, ինչով եք բացատրում, ինքնաբացատրում եք, զանգվածային ինքնաբացատրումները, որովհետև հարցիստերին նախադեպ չի եղել ինչ սցենարում եք, ինչու է ներգաղթի պլանի մասերից։ Հնարավոր է, որ այսպիսի սցենար կա, որ ինչ-որ պահի մանդատները վայր դնեք, ձեզ համար կանխատեսելի լինի, նրանից հետո եկող թեկնածուները։ Դա գաղթի պլանի մաս է։ Պարոն Կարապետյան, հայտարարության մեջ Անվստահելի թիմակիցներ։ Բոլորը մեր թիմակիցներն են և մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Պարոն Կարապետյան, Բայց դա մեր քաղաքական մարտավարություն։ Պարոն Կարապետյան, ձեր քրեական հաղորդակցության մեջ նշել եք, որ այս անձանց ինքնաբացարկը պայմանավորված էր, որպեսզի նրանք պաշտպանեք նրանց հնարավոր նշանական ճնշումների մասին է խոսքը կհստակեցնեք։ Ամենօրյա բռնաճնշումների։ Այս անձիկ այսքան էլ հանրային ճանաչելիություն չունեն, ինչ ճնշումների մասին է խոսքը, այսինքն քրեական մտածումների եւ այլն։ 700 մարդ ձերբակալել են, դրանցից երևի հանրային ճանաչելիություն ունենային մի 5 մարդ։ Ինչի մասին։ Բայց ասեն այցել չձերբակալեին դրա համար զանգվածային դուրս եկան ցուցակներից, այսինքն Ոչ թե ձերբակալեն, տարբեր տեսակի բռնաճնշումներ են։ Պարոն Կարապետյան, բայց ակնհայտ է, որ Նագի Պաշտոնի համար արդեն թեկնածուներ ունեք, Արամ Բարքեմանյանի մասին է խոսում, Էդգար Ղազարյանի, կա արդեն թեկնածու։ Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել։ Պարոն Կարապետյան, ներողություն արեք Կարապետյանի քրեական վարույթը, որ երեք արդեն հայտնի դարձավ, ինչին է վերաբերում։ Գիտեք, որ երկու հատ կա, մեկը այլ երկրի անձնագիր ունենալը թաքցնել է, կարծեմ մի հատ էլ կա բանակից խուսափելու, սա ինչ վարույթ է։ Պետական ապօրինի վարույթ։ Ինչին է վերաբերում, ենթադրյալ ինչի փոխանցում։ Պետքան վարույթ են հարուցում, գիտեք ինչ են հարուցում։ Պարոն Կարապետյանի ձերբակալ են, որոշեն մեղադրանք առաջադրել։ Այդքան հարուցել երևի եթե ուզեն մեղադրանք առաջադրել։ Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արի եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են ինչու Սամվել Կարապետյանի տղաները, եղբոր տղաները չեն ծառայել բանակում, դուք ունեք պատասխան։ Իհարկե ունեմ, ես ասել եմ իմ տղաները, իմ եղբոր տղաները մի 100,000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո։ Դրա համար թող ինքը իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա ում մասին պետք է։ Կներեք, բայց պարտադիր զինվորական ծառայությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով է, նախատեսված եւ եթե չկան ինչ-որ Գիտեք, որ բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար չեն ծառայել։ Ոչ մեկը անհարգելի պատճառով չի եղել։ Գիտությամբ են զբաղվել, հա։ Գիտնականները Նայեք ուսումնասիրին, լավ գողես։ դե ուսումնասիրել բաններ նաև հարց տալն է եւ պատասխան ստանալը։ Հարց տալը դու գնա իրենց տուն։ Իրենք լավ գիտեն։ Հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան։ Դրա համար ես ասեցի Սուրեն Պապիկյանը սկի չի երազի։ Ինչ կան բան են այդ տղաները արել Հայաստանի բանակի համար։ Ինչ են արել։ Չի կարելի նարեկի հարցին չի կարելի։ Պարոն Կարապետյան, գաղտնի պլանից հարցնեմ, էլի դուք երբ եք նախատեսում դա Ինչա։ Մանուլը գրում էր, որ նշեցնում է հանդիպման ժամանակ արտահանման հարցում հատողություն չմնացել։ Դեպի հակառակորդում առանց մանրամասն բացատրելու։ Ինչ է կարծում, եթե կա պայմանավորվածություն, ինչի չի հանդիպում։ Ճիշտ ասած ես չգիտեմ, կա թե չկա։ Դրա համար հիմա ամեն օր մենք կզգանք, կա թե չկա։ Այսօր ես լսեցի, որ հերթական 3 միլիարդն են մսխում այդ հարցերը լուծելու համար։ Եթե լիներ պայմանավորվածություն, ինձ թվում է իրենք այդքան գումար չէին ծախսի աննպատակ։ Պարոն Կարապետյան, նախադրյալներ են պետք, որ դուք իրագործեք։ Տեսեք, ուզում սրա մասին խոսել։ Մեր գաղտնի պլանները երկար պլաններ են, քայլ-քայլ գնում ենք մեր գաղտնի պլաներով, քայլ-քայլ ձեզ ցույց ենք տալիս։ Հնարավոր է որ սպասում ձեզ համար հարմար առիթ է Ռուսաստանի պատժամիջոցների խստացումը, որ սոցիալական բունտին ուշ է ձևի։ Վերջը նախկինում էլ Ես արդեն հայտարարել եմ, որ ես դեմ եմ այդ պատժամիջոցներին, ու իրոք անկեղծ եմ դեմ, դրա համար մեկ օր կանգնեցնելը
Դա շատ կարևոր է մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար։ Պարոն Կարապետյան, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պարզվում է պատրաստ է օգնել Նիկոլ Փաշինյանին, պայքարել եկեղեցու դեմ, նաև ձեր աջակիցների դեմ, ինչպես բացահայտել էին ռուսպրանտիրները։ Ինչ կարծիք ունեք դուք այս հարցի վերաբերյալ, արդյոք սա Ես կարծիք ունեմ, որ իրենք արդեն 1 տարի օգնում են Փաշինյանին պայքարելու թե եկեղեցու դեմ, թե մեր դեմ, եւ նա փորձում է ամեն օր պայքարել։ Դուք թիմ ընտրություններին մասնակցել պլաններ ունեք։ Հիմա իշխանությունը քննարկեց եւ ընդունեց օրենք, որ այն ուժերը, որոնք կոռուպցիայի մեջ են հատկացված եղել, չկարողանան քաղաքական գործընթացներին մասնակցել։ Մտավախություն չունեք, որ դա կտարածվի ուժեղ Հայաստանի վրա, պարոն Կարապետյան, եւ ինչպես եք դրա դեմ պայքարել։ Ուժեղ Հայաստանը, ես ասել եմ, չկա մեկ դեպք, չկա մեկ դեպք։ Դա իրենք ինչ արել են, այդ զայնագրություններով շեղեցին մեր վրա, բայց սահմանադրական դատարանն ցույց տվեց, որ այդպիսի բան չի եղել մեր ուժի կողմից, դրա համար դուք ուսումնասիրեք, այսինքն իրենք ամեն ինչ անում են ապօրինություններ, հետո մի քայլով շեղում են, այդ զայնագրությունները այդ շեղելն էր, որ իրենք իրենց արածները միլիարդ դոլարների հասնող ընտրակաշառքները շեղեցին մի քանի զայնագրություններով։ Պարոն Կարապետյան, բազմիցս հայտնել էին մեր կարգավորար աշխատանք խոսող աշխատակիցների մասին եւ արարած ցեմենտի աշխատակիցները այսօր շողոցային դասեցին։ Նրանց զոհեր վարչապետը զբաղեցել էր աշխատանքը կողմնելով հետևանքներ չունենալ ուշացել դրանք քանելով։ Դուք հանրոր աչքարով նաև դեպքի օրինակը։ Ինչ է կարծում, ինչ կատարել գործողությունը եւ ամենակարևորը հարցությունը ինչու է սահմանվում։ Իրենք շատ մեծ հաջողությամբ Հրազդան ցեմենտը ոչնչացրեցին, կարելի ասել, հիմա կոչնչացնեն Արարատ ցեմենտը, հետագայում այլ ցեմենտներ կոչնչացնեն, իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության հետ, ամբողջությամբ ոչնչացնում տնտեսության դեմ, ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսություն Հայաստանում, այդ 2 կոպեկները, դուք այսօր լսեցիք, ես մի բան լսել եմ, 150 տոննա լոլիկ են արտահանել այս մարդիկ, պատկերացնում եք ինչի մասին էր խոսքը, երբ օրը ամիսը 1000 տոննաներ էին արտահանում, այսինքն սրանք իրենց ստերով փորձում են արտարացնել իրենց ձախողումները։ Այլընտրանքային շուկաներ են ասում, ըստ իրենց դա այլընտրանքային շուկաներ գտնելու համար է, պարոն Կարապետյան, որ միակողմանի միայն մի երկրից կապվածություն չունենան։ Չի ստացվում է։ Եթե այլընտրանքային շուկաների համար պետք է ծախսել ամբողջ Հայաստանի բյուջեն, իսկ այս տեմպերով իրենք դա անելու են։ Այսինքն ինչ են անում։ Մարդիկ գոնե, չգիտեմ ինչ կանեն, մի 200 դրամ ստանալու համար բարձում են մեքենաները, տանում են Վրաստան, միգուցե թափում են այնտեղ այդ ապրանքը, գալիս են, որ այդ 200 դրամը ստանան, տանեն իրենց վարկերի հարցը լուծեն, բայց դա բերելու է այդ ձեռնարկությունների փակվելու ու արդեն ուսումնասիրեք ինչ կան ձեռնարկություններ արդեն փակվել։ Դա տեղեկություններ է, թե ենթադրություն։ Դուք տեղեկություններ ունեք, որ այդ կերպ են վարվում։ Ես ենթադրում եմ, բայց իմ ենթադրությունները միշտ 90%-ով նման են։ Փաշինյանն ասում պետականացվելու է, այսինքն ըստ այդմ ղեկավար կազմը փոխվելու աշխատատեղերը մնալու են, այսինքն Դե պետականացրել են, Հրազդան ցեմենտը պետականացրել են։ Արարատ ցեմենտն են ուզում պետականացնել։ Չեն աշխատացնում, մարդիկ 4-500 մարդ մնացել են առանց աշխատանքի։ Ով էր խանգարում իրենց։ Աշխատացնեն Հրազդան ցեմենտը։ Պարոն Կարապետյան, ես ինքնաբացակի մասով մի վարքան էլի, ես ինքնաբացակի Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նախկինում էր 2021-ի ընտրություններից հետո ընդդիմությունը խոստանում էր իշխանապողության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, փողոցային պայքար սկսեցին, իմպիչմենտի գործընթաց տապալվեց։ Հիմա ըստ ձեզ, այս խորհրդարանը դիմադիր ուժերի պլանները ինչով են տարբերվում նախորդից։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, դուք հաջողվելի է ձեզ իշխանապողության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, ինչ կանխատեսումներ կան։ Հիմա օրորի, ես ասել եմ, օրորի ավելի է ձախողվելու։ Դրա համար
ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Պարոն Կարապետյան, Արդեն հավաքական։ Դե պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Չկա արդեն, իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք շարունակում են ստերով կերակրել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։ Բայց մեկուսացնում են ընդդիմության առաջնորդներին, օրինակ Ծառուկյանի տեսանք ինչ արեցին, համաշխարհային խայտառակություն էր դա։ Փաշինյանը նույնիսկ ինքը իրեն գերազանցեց դրանով, այսինքն ինչ արեց, ամբողջ աշխարհը։ Ինչ եք սպասում, որ ինչ լինի, Փաշինյանը գործում է ակտիվ, մեկուսացնում է ընդդիմության լիդերներին։ Շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Ծառուկյանը նույնպես։ Գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական, մտավախություն ունեք, որ մենք կկանգնեցնենք, դա լինելու է Հայաստանի համար, դա լինելու է Հայաստանի համար, բայց մենք դա կանգնեցնելու ենք։ Եվ պարոն Կարապետյան, գնեք, այդ ոչ ժողովրդավար գնահատվող տեսարանը ոչ տեսանք Ծառուկյանից տանը, ասում են որ դա Նարեկ ջան, դուք էլ եք, չէ՞ գնահատում ոչ ժողովրդավար դա։ Ոչ ժողովրդավար։ Եվ ասում են որ դա ազդակ էր ուղղված մյուս ընդդիմադիր լիդերներին, մեսեջը ձեզ Քոչարյանին ինչ հետևություն։ Ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի։ Դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար։ Դրանով մենք չենք ստացվում։ Դե չգիտեմ։ Մարդը կմտածի, էլի, Ծառուկյանին ինչ մտածել։ Պարոն Կարապետյան, վերջին հարցը էլի, այսօր նաև մամուլի լրատվամիջոցների թափանցիկության մեջ վարչապետն անդրադարձել, ավելի վաղ էլ նախագահի հետ էր այդ մասին խոսել, որ հատուկ խումբ է ստեղծվելու հրապարակումները համապարփակ ուսումնասիրելու համար։ Ինչ եք կարծում, ինչու է հենց այս փուլում այսպիսի նախաձեռնություն, այսպիսի խումբ ստեղծում։ Ինքը հայտարարել էր, ուզում է լրագրողներին ուղարկի ֆայլաբազար, դրա համար ուսումնասիրելու է ու ճանապարհը առաջին ինձ ման Նարեկին է ուղարկել։ Պարոն Կարապետյան, մի շատ բարդ հարցեր է տալիս։ Պարոն Կարապետյան, ինքնաբացարկների մասով, հարյուր անց ինքնաբացարկ մտածեք, իսկ նշեցիք վստահության մասով, բայց կան այսպիսի մտավախություններ, որ դուք մտավախություն, այսինքն ձեր դաշինքը մտավախություն ուներ, որ այս անձինք կմիանան խորհրդարան մտնելով իշխանության, դրա համար են նրանք հեռացել։ Դուք հավատացեք, ոչ մեկը չի միանա, նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց, այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա։ Դուք մի դրանում անհանգստացեք։ Իսկ հիմնական պատգամավորների ցանկից ինքնաբացարկություն օրինակ սպասվում է ինքնաբացարկություն։